փոշին երևի սենց կերևա։ Նույնիսկ մաքրելուց հետո, երբ որ մի քիչ անձրև է գալիս, մեր մոտ դառնում է ցեխ այս փոշին։ Մաքուր չի մնում։ Մայրաքաղաքում նոր կառուցվող շենքերի գովազդներին համընթաց օդում ավելանում է շինարարական փոշու քանակը։ Սոցիալական ցանցերում գրեթե ամեն օր բնակիչները հրապարակում են կադրեր, որտեղ շինարարական փոշին տեսանելիությունն է ծածկում։ Նման հրապարակում էր արել նաև Վերոնիկա Բուրնուչյանը։ Այսօր չեմ մաքրել, որովհետև տանը չեմ եղել, հատուկ թողեցի ամել նկարահանման համար, որ տեսնեք ինչ վիճակ է, ասենք տակի թեթև հետ շարժելով նույնիսկ տակն է հավաքվում այս փոշին։ Մեր մոտ լրիվ այս փոշոտ վիճակներն է։ Այս վիճակը շինարարական նորմերի խախտման արդյունք է։ Կահավորման նորմերով պետք է ունենալ փոշեկլանիչ ցանց, օդի որակի մշտադիտարկման սարք, շինհրապարակից դուրս գալիս էլ պետք է լվացվեն բեռնատարերի ամբադողերը։ Կառուցապատողներն այս խախտումների համար տուգանվում են 70-ից 100.000 դրամ։ Տուգանքի չափը չի փոխվում մեկ անգամից ավելի նույն խախտումը կրկնելու դեպքում։ Ամուսինս էլի քաղաքապետարան դիմեց, որ փոշի բարձրանում, բերեցին ընդամենը 3 օր ձևի համար ցանցեր կախեցին, ափսոս չեմ նկարել այդ պահը, բայց այդ ցանցերը գիտեք ինչ ձև էր, այն ամենաաղքատ մարդը, որ ցնցոտիները հագնում է, կարկատած, կեսը պոկված եւ այլն։ Ցանցերը այդ տիպի 3 հատ շերտեր կախված ու կեսը պոկված, քամին են երևի վերջին բարդին պոկել էր կամ չերել պոկել, հավաքեցին տարան։ Սենկերևում է։ Տեսքից ակուրատնի է, բայց ասամ, նայեք մատից հետքը, էսի շատ արագ այս ցանկացած բան այս վիճակին է էլի գալիս։ Փոշու համար ասում եմ դե մի բան կանենք։ Մի քանի անգամ դիմել եմ, մի բան կանենք ու հələ անում են։ Այս շենքի պարագայում բնակիչները նաև այլ խախտումներ են նկատել։ Աշխատանք թույլատրելի ժամերից դուրս, շենքի հեռավորության խնդիր։ Գործը հասել է դատարան։ Դատանում առաջիացյանում մեր հայցը մերժեցին, մտանք վերաքննիչը համարեց, որ մերժումը անհիմն է եղել, ոչ մի հիմնավորում չի ներկայացվել, փորձագետների կարծիք բան չկար, ու էլի վերադարձել առաջինացյանը ու սպասում ենք 21 թվականից մինչև հիմա շատ քիչ թվով նիստ է եղել, այդ նիստերի արդյունքում ընդամենը վերացական մերժել էին, որ խախտում չենք տեսնում։ Հիմա պետք է ներգրավեն արդեն վերաքննիչի պահանջով, պետք է ներգրավեն փորձագետներ, որ նրանք հիմնավորեն իսկականից խախտում կա թե չկա, որտեղ մենք գիտենք տեսչականի մասնագետների եզրակացությունն գիտենք, որ խախտում կա։ Նկարել եմ իրիկվա 11-ին նկարել եմ իրանց գործանելուց, զանգել եմ ոստիկանություն, որ իրանց մոտ արձանագրվի, որտեղ այդ ժամերին քաղաքապետարանի թեժգիծն ընդհանրապես չի աշխատում։ Սա քաղաքապետարանի ցավոտ հարցերից մեկն է։ Բրիֆինգի ժամանակ նշեց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը, վստահեցնելով, որ այս մասով նախագիծը շուտով կհանձնվի ազգային ժողովի քննարկմանը։ Տուգանքները կաճեն 10-ից 15 անգամ, կամրանա նաև քաղաքապետարանի գործիքակազմը։